Այս շաբաթ արդեն կսկսվեն օրենսդիր մարմնում գների կարգավորման վերաբերյալ խորհումները։ Խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը քիչ առաջ քննարկվել է բյուրոյում։ Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա փետրվարի 5-ին։ Դրա ղեկավարը ոլորտային հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլին կլինի։ Հանձնաժողովը կհամալրվի 14 падգամավորով, որտեղ մեծամասնությունը եւ ընդդիմությունը ներկայացված կլինեն 7 անդամով։ Շոթա Բերեկաշվիլիի հայտարարությամբ նպատակն է ուսումնասիրել առաջնային սպառողական ապրանքների, սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի գները։ Նրա խոսքով հանձնաժողովի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ոլորտում գործող առաջատար ընկերությունների, արտադրողների, ներմուծողների, դիստրիբուտորների եւ մանրածախ ցանցի օպերատորների հետ։ Խորհրդարանը ընթացիկ նստաշրջանի շաբաթվա մեջ է սկսում քննարկել բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները։ Քաղաքական կուսակցություններում սուր քննարկման թեմա է Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումը։ Այս փոփոխություններին դեմ են նաեւ ակադեմիական անձնակազմի եւ ուսանողների մի մասը։ Իսկ իշխող թիմում պարզաբանում են, որ Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումը առաջին հերթին ծառայում է պրոֆեսոր ուսուցիչների եւ ուսանողների շահերին ու կրթության որակի բարելավմանը։ Կրթության նախարարությունում սուտ են անվանում տարածված տեղեկությունն այն մասին, որ ակադեմիական անձնակազմի համար նախատեսվում են նոր լրացուցիչ մրցույթներ եւ ատեստավորումներ։ Կրթության նախարարը եւս մեկ անգամ պարզաբանել է, որ գործող ակադեմիական եւ վարչական անձնակազմի պահպանումը գերատեսչության համար առաջնահերթություն է։ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպումը կկայանա այս շաբաթ Միացյալ Արաբական Էմիրություններում։ Տեղեկությունը հաստատել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաեւ արձագանքել է Դնեպրոպետրովսկի տարածաշրջանում տեղի ունեցած հարձակմանը, այն անվանելով ակնհայտ հանցագործություն։ Հիշեցնենք, որ Դնեպրոպետրովսկի տարածաշրջանում ռուսական կողմը անօդաչու սարքերով հարձակում է իրականացրել ավտոբուսի վրա, որի մեջ նստած են եղել հանքագործներ։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությամբ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ 16-ը վիրավորվել։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են Իրանի մոտակայքում։ Դոնալդ Թրամփին հարց են տվել նաև Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ի հարձակումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, որին նա պատասխանել է, որ դա պարզ կդառնա այն դեպքում, եթե կողմերը չհասնեն համաձայնության։ Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը համոզված է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության կհասնեն։ Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, սակայն գործընկեր երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստում է արդյունավետ բանակցություններին։ Նրա խոսքով զրույցը պետք է վերաբերի միայն Իրանի միջուկային ծրագրին։ Փոխարենը Իրանը պահանջում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու իրավունք։ Իրանի արտգործնախարարի պարզաբանմամբ եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի։ Աբբաս Արաղչիի խոսքով պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաները կդառնան Իրանի ռազմական թիրախներ։ Դոնալդ Թրամփը թշնամաբար է տրամադրված Եվրամիության նկատմամբ, հայտարարում է Բելգիայի վարչապետը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները այլևս չի անում այն, ինչ Եվրամիությունն է ուզում եւ Թրամփը սպառնում է մեծ փայտով։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ Վրաստան ներմուծման մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի։ Դեպքը տեղի է ունեցել Սարփիի տարածքում։ Խուզարկության արդյունքում ՆԳՆ-ի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները որպես իրեղեն ապացույց առգրավել են 979 հաբ MDMA եւ պրեգաբալին պարունակող 47 դեղապատիչ։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Ձերբակալել են կարմիր շրջաբերականով ծանր հանցագործությունների համար հետախուզվող Թուրքիայի 4 քաղաքացիների։ Նրանք հետախուզվում էին ազատազրկման, կողոպուտի, դիտավորյալ սպանության, զենքի ապօրինի պահպանման, առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու, սպառնալիքի, երթևեկության անվտանգության կանոնների խախտման, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով։ Նրանք ձերբակալվել են Բաթումիում եւ Թբիլիսիում։ Ձերբակալվածների նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։
Ռուսթավիում շարունակվում է վթարային բնակելի շենքերի ամրացման և վերականգնման գործընթացները։ Լերմոնտովի փողոցի 5-րդ շենքում աշխատանքները սկսվել են 1 ամիս առաջ, իսկ ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա հունիսին։ Նախագծով նախատեսվում է շենքի վթարային հատվածի ապամոնտաժում, նոր կոնստրուկցիայի կառուցում, իսկ ճակատային մասն ամբողջությամբ կնորացվի։ Աշխատանքների արժեքը կազմում է 800 000 լարիից ավել և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Առաջին փուլում վթարային շենքերի ամրացման և վերականգնման աշխատանքները նախատեսված են 17 շենքում։ Իսրայելի Եբրայական համալսարանում կբացվի Շոթա Ռուսթավելիի անվան վրացագիտության կենտրոնը։ Այս մասին կրթության նախարարը հայտարարել է նշված համալսարան կատարած այցի ժամանակ։ Նշվել է, որ կենտրոնի բացումը հնարավոր կլինի այս տարի, իսկ մինչ այդ մի քանի ամսվա ընթացքում անհրաժեշտ է անցնել որոշակի ընթացակարգեր։ Հանդիպումը կայացվել է համալսարանի ղեկավարության և ակադեմիական անձնակազմի հետ։